Տեսչական մարմինների նպատակը ոչ թե տուգանելն է, այլ իրազեկումը եւ խախտումների կանխարգելումը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում ասել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Նրա խոսքով տարեկան ստուգումների ծրագիրը ձևավորվում է ռիսկերի գնահատման հիման վրա։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի օգտագործվում են տարբեր շտեմարաններ, որոնց հիման վրա էլ որոշում է կայացվում, թե տվյալ տնտեսավարողներից որը պետք է հայտնվի ստուգումների տարեկան ծրագրում։ Ընդհանուր տվյալների բազան ընդգրկել է 16300 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 600-ը ներառվել են 2025 թվականի տարեկան ծրագրում։ Դրանցից 70%-ը բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողներն են։ 2025 թվականին տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել տարբեր զգայուն ոլորտներում՝ ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք, խաղալիքներ, ցածրավոլտ սարքավորումներ, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք։ Վառելիքի ոլորտում արձանագրվել են ինչպես որակական, այնպես էլ չափագրական խախտումներ։ Դիզելային վառելիքի փորձանմուշների 63%-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, իսկ բենզինի դեպքում 13,4%-ում։ Խաղալիքների եւ երեխաների համար նախատեսված արտադրանքների ոլորտում հիմնական ռիսկը պայմանավորված է եղել առանց համապատասխանության փաստաթղթերի եւ մակնշման արտադրանքի շուկայահանմամբ։ Միայն խաղալիքների ոլորտում կիրառված ստուգաթերթերի 83%-ով արձանագրվել են խախտումներ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է փորձաքննություն տեսչության լաբորատորիայում, որի արդյունքում հայտնաբերված ոչ համապատասխան խաղալիքները ոչնչացվել են։ Չափումների միասնականության ապահովման շրջանակում ստուգվել է 510 տնտեսվարող, որոնցից ավելի քան 60%-ի մոտ արձանագրվել են չափագրական կանոնների խախտումներ։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հեղուկ ածխաջրածնային գազի ոլորտում՝ 55%։ Կոտոլյանը վստահեցրել է, որ 2025 թվականին տեսչական մարմինը շարունակել է կիրառել նաև հանրային իրազեկման մեխանիզմը, թերլիցքավորում իրականացրած վառելիքաբաշխիչ կայաններում մեկ ամսով փակցնելով համապատասխան ցուցանակներ։ Տուգանքը դա ծայրահեղ միջոց է տեսչական մարմինների համար, այլ իրազեկել եւ կանխել հնարավոր իրավախախտումները։ Այդ նպատակով 2025 թվականի ընթացքում տեսչական մարմին իրականացրել է իրազեկման աշխատանքներ, մասնավորապես 25 թվականի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է շուրջ 4296 տնտեսվարող սուբյեկտների իրազեկում։ 2025 թվականին նախատեսված 600 ստուգումների փոխարեն փաստացի իրականացվել է 842 ստուգում։ Դրանց 75.6%-ով հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Արդյունքում կայացվել է 620 տուգանքի որոշում, ընդհանուր 418 միլիոն դրամ չափով, որից արդեն գանձվել է շուրջ 220 միլիոն դրամը։ Նա նաև անդրադարձել է ադրբեջանական ծագման վառելիքի վերաբերյալ շրջանառվող քննարկումներին։ Մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության եւ ստանդարտացման ազգային մարմին, որտեղից որ տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Իսկ բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգման ընթացքում տեսչական մարմինը ընդհանրապես տեղեկատվություն չի ունենում, թե բենզալցակայանը կոնկրետ որ երկրից, որ պետությունից է ներմուծել արտադրանք, այսինքն տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների եւ նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք մեծ հաշվով, մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում։ Կոտոլյանը նշել է, որ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 656 հեռախոսազանգ եւ 110 գրավոր դիմում բողոք, որոնց մի մասն ուղղակի հիմք են հանդիսացել ստուգումներ իրականացնելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով 2026 թվականը լինելու է ակտիվ եւ հետաքրքիր տարի շուկայի վերահսկողության տեսանկյունից իրազեկման նոր գործիքներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։